Տիկին Հակոբյան, շնորհավոր, մի ամսյակը մոտենում ավարտին, լավ անցավ։ Հրաշալի։ Հա, տարբերություն զգացիք մյուս ամիսների հետ։ Ճիշտ ասած, ինձ համար միշտ մի ամսյակ է, այնպես որ։ Հասկացա։ Մենք առաջին անգամ ենք այստեղ, մի քիչ պատմեք, ոնց է սկսվում ազգային պատկերասրահի տնօրենի աշխատանքային օրը, ինչ է անում ինքը ընդհանրապես։ Ազգային պատկերասրահի տնօրենի աշխատանքային օրը սկսում է բնականաբար ժամը 9-ից եւ սկսում է շատ բուրըն ու կարծում եմ չի ավարտվում վերջին շրջանում հիմա մենք պատրաստում ենք վերաբացման մեր մշտական ցուցադրության վերաբացման բավական երկարադեպ դադարից հետո մոտ 4 տարի չգիտեմ գիտեք թե ոչ մենք վերանորոգման ընթացքում ենք եղել եւ գործել են հիմնականում մեր ժամանակավոր ցուցահանդեսները եւ այսօր արդեն գրեթե ամբողջովին բաց ենք բացի մեկ հարկից եւ ապրիլից արդեն ամբողջովին բաց է լինելու ապրիլի 15-ից ողջ թանգարանը իր ողջ 9 հարկով արդեն այցելին պատրաստ է լինելու ընդունել։ Հրաշալի, իսկ եթե կար ինչն է վերափոխվել, այսինքն պայմաններն են բարելավել այցելուների համար։ Գիտեք, երևի ամեն ինչը, որովհետև սկիզբը հենց վերանորոգման երբ 4 տարի առաջ սկսեցինք, վերաբերում էր ջերմախոնավային համակարգին։ Կլիմայական պայմանները, կարծում եմ գիտեք, թանգարանի համար առաջնահերթն են, որովհետև որքան էլ մենք հանրահրճակենք, ցուցադրություններ կազմակերպենք եւ այլն, մեր առաջնահերթ եւ գլխավոր գործառույթը պահպանությունն է։ Եվ եթե մենք չպահպանենք մեր առարկաները, հետագայում ոչ հանրահրճակելու, ոչ ցուցադրելու ոչինչ չի լինի։ Եվ ելնելով դրանից, որ առաջնահերթությունը հենց դա որոշվեց, որ պետք է ջերմախոնավային համակարգի ներդրման ուղղությամբ գնանք եւ պետական ֆինանսավորմամբ սկսվեց այդ գործունեությունը։ Խոսքով կտավները հիմա ապահով են ապահովել լիարժեք։ Այնուհետև, քանի որ թանգարանը իրականում հարմարեցված չէր հենց ճիշտ էքսպոզիցիոն պայմաններին, մենք ամբողջովին, եթե ուշադրություն դարձրել եք, աստիճանաբանակ ենք եւ պատուհան։ Եվ որոշվեց, որ պատուհանները եւս պետք է փակվեն, դա արդեն գնում էր բացարձակ այլ վերանորոգման փուլ եւ սկսվեց երկրորդ փուլը, արդեն բուն վերանորոգումը։ Եվ այդ ընթացքում արդիականացվեց ամեն ինչ եւ լուսային համակարգը եւ էքսպոզիցիոն պայմանները ամեն ինչ ինչ հնարավոր էր փոխվել է իրականում։ Շատ լավ։ Ես որ ասացի մենք առաջին անգամ ենք այստեղ, նկատի չունեի պատկերասրահ, ձեր աշխատասենյակը, սա էլ ոնց որ մի փոքր ցուցասրահ լինի, իրարդի, բայց կարծում եմ այստեղ լրիվ դուք եք ընտրել ինչը որտեղ լինի, դրա համար եկեք հասկանանք ինչա կատարվում, հա, սենյակում։ Գիտեք, սա կարծում եմ մեզ մոտ էկլեկտիկ սենյակ է, սինթեզված բոլոր տնօրենների կողմից։ Իրականում ես 22 տարի թանգարանում եմ եւ այս աշխատասենյակը ինձ համար շատ հարազատ է, ոչ որպես միայն իմ աշխատասենյակ, այլ որպես առհասարակ աշխատասենյակ թանգարանում։ 22 տարի էստեղ։ Այո, ոչ այս սենյակում, բայց այս շենքում, տարբեր հարկերում։ Մեկ չեք ուզում։ Չէ, ու վատը դա է, գիտեք, չէ, բացարձակ։ Ու դա շատ վատ է, որովհետև սա երկրորդ տուն է դարձել եւ հիմա այս վերաբացման վերափոխման փուլում առաջին տուն է դարձել։ Ու կապվածությունը շատ ուժեղ է թանգարանին։ Եվ այս սենյակը պատասխանելով ձեր հարցին, այստեղ մեզ մոտ կան անկյուններ բոլոր տնօրեններից։ Ոչ բոլոր իհարկե, բայց բոլոր ում հետ ես աշխատել եմ։ Օրինակ սեղանը մնացել է պարոն Միրզոյանից, Փարավոն Միրզոյան նկարիչ ունենք, իրենից է մնացել, այս հատվածը մնացել է նախորդ տնօրենից եւ մնացածն էլ արդեն նկարները, գրքերը եւ այլն ես ինքս եմ բերել ու միջավայրը ստեղծել եմ ինքս։ Դուք եթե մի օր մարդս չլինեք տնօրեն, ինչ եք թողելու հաջորդ տնօրենին։ Բացի նկարներից, որոնք իմ անձնական տնից բերված նկարներն են, պապիկիս, կարծում եմ, բացի անձնականներից ամեն ինչը իհարկե։ Իդեպ սեղանին ոնց հասկացա, ձեր պապիկի հետ կապված իրեր են, ինչի են այստեղ, ինչ որ բան եք պատրաստում։ Ես ճիշտն ասած հաղորդմանը պատրաստվելիս մեկ մտածեցի դարձնեմ շատ կոկիկ, ճշգրիտ աշխատասենյակ, հետո որոշեցի, որ ավելի ճիշտ է լիներ բնական իմ միջավայրում, որում ես իրոք ամեն օր լինում եմ, այստեղ պապիկիս աշխատանքներն են մեծամասամբ, կարող եմ ցույց տալ, մյուս տարի պապիկի 100-ամյակն է, Գրիգոր Աղասյանի, եւ պատրաստում ենք ցուցադրություն կազմակերպել։ Ու այս նախապատրաստական փուլն է, ցավոք այս աշխատանքների մի մասը պարզվեց, որ կորել են չկան եւ այս հին լուսանկարների միջոցով այս պայն փորձում եմ դրանք որոնել տարբեր վայրերից։ Սա իր գրավյուրայի համար արված տարբեր տախտակներն են, գործիքներն են եւ այլն։ Խոսքով սա կոնկրետ իմ աշխատանքային փուլը այդ ուղղությամբ։ Ձեր շուրջը ամեն ինչ արվեստ է, որն է ոչ ամենաարվեստային բանը, որ անում եք։ Կարծում եմ առօրյա թղթաբանությունը, որովհետև իրականում թանգարանը արվեստի մասին է, բայց քանի որ ես զբաղեցնում եմ այս պահին տնօրենի պաշտոնը, բնականաբար դա ուղղորդվում է հենց այդ փաստաթղթաշրջանառությամբ եւ ուղղորդվում է մի շարք այլ պատասխանատվություններով, առանց որոնց այս ամենը կայացնել հնարավոր չէր լինի, այնպես որ այո, դա արվեստային չէ։ Իսկ կենցաղային չի եղել, որ օրինակ աշխատասենյակում այնպեսի բան անեք, օրինակ չգիտեմ, ուզել եք բարձր երաժշտություն միացնեք 10 րոպե
լսեմ։ Հետո ասեք, բայց այս պատերի ներսում չի կարելի այդպես բան անել, բայց ինչու չի կարելի պատերի ներսում։ Այ ասեք, ինչ կարա տպավորություն թողի, որ չի կարելի, բայց դու կարելի եք։ Դուք իրական լավ հարց եք տալիս, որովհետև թանգարանը հաճախ ընկալվում է որպես փակ կարծրատիպային մի վայր, որտեղ չի կարելի խոսել, պետք է շշուկով միայն առնչվել, պետք է չշնչել գրեթե։ Դա այդպես չի, թանգարանը իրականում գործող օրգանիզմ է, կենդանի օրգանիզմ է, եւ շատ կարեւոր է, որ ինքը այդպես էլ ընկալվի։ Բնականաբար ցուցասրահներում մենք ինքներս էլ չենք հորդորում բարձրաձայն խոսել, երաժշտություն միացնել, որովհետեւ զուտ այցելուները մեկը մյուսին կխանգարեն հաղորդակցվել արվեստին։ Բայց առհասարակ մեր աշխատանքային առօրյան այդպես կարծրատիպային չէ։ Եվ օրվա ընթացքում գուցե ոչ հաճախ երաժշտություն, բայց ես շատ սիրում եմ բնության ձայներ լսել, դա ինձ հանգստացնում է օրվա ընթացքում։ Եվ ես հաճախ այստեղ կոնկրետ դնում եմ կամ գյուղական կամ բնության ձայներ, եւ աշխատանքի ընթացքում դա ֆոնային ինձ շատ մեծ լիցք է տալիս։ Պատուհանից դուրս դրանք չեն լսվում, Պատուհանից դուրս թռչուն չի լսվում, որովհետեւ այստեղ լսվում են միայն մեքենաների, սա ուրբանիզացված հատված է, այնպես որ այնինչ այստեղից է գալիս, ինձ չի լիցքավորում։ Ասում եք մեքենաներից էլ են բնության ձայներ լսվում, որոշ մեքենաներից էլի։ Ես կնախընտրեմ իմ բնության ձայները, եւ եթե հարկավոր է դուրս եմ գալիս բակ, շրջում եմ, լիցքավորվում եմ, վերադառնում եմ։ Որն է այս սենյակի ամենատարօրինակ առարկան իրը, որ կուզեք մեզ ցույց տալ։ Տարօրինակ։ Տարօրինակ ճիշտն ասած դժվարանում եմ ասել։ Ոնց կասենք, վայ, ես ինչա։ Թե ամեն ինչ ռացիոնալ, ճիշտ, արվեստ։ Ինձ համար ճիշտն ասած ռացիոնալ է։ Տարօրինակ, գիտեք, սովորաբար որ հյուր եմ ունենում շրջում են, տարօրինակ են լինում, այստեղ ես փոքրիկ արձանիկներ ունեմ, տիկնիկներ ունեմ, այսինքն իմ անձնական իրերը, որ ինձ ջերմացնում է միջավայրային, այնտեղ սեղանիս էլ նման դրվագներ կան։ Ինձ համար դա տարօրինակ չէ, բայց երբեմն ընկալվում է, որ աշխատասենյակում ինչ որ նման խստության ինչ որ ակնկալիք կա միշտ։ Ինչ որ չափով այո, երբեմն միջավայրից զարմանում են։ Հասկացա։ Ես առաջարկում եմ մենք բարձրանանք ցուցասրահներ, նաև ասացիք, որ ամենասիրելի ցուցասրահ ունեք։ Այո։ Այդ արդեն տեղում կասեք, որն է ու ինչու։ Մենք ձեր սիրելի ցուցասրահի ճանապարհին կանգնեցինք Վարդգես Սուրենյանցի ցուցասրահում, ինչի, որովհետև ինչքան էլ ծեծված է կարելի այդպես ասել, ինչքան էլ շատ է կիրառվում իր կտավներից ամենահայտնի Սալոմեն, բայց դե անհնար է, այստեղ չխոսես, չկանգնես, չնայես։ Ինչ է ուզում հարցնել Սալոմեի հետ կապված։ Ես Մոնա Լիզան անձամբ չեմ տեսել, դեռ դուք տեսել եք, հաստատ տեսաֆոտո էլ ունեք Լուվրում եւ այլն։ Երկու հարց ունեմ, նախ արդյոք Մոնա Լիզան մի քիչ գերագնահատված չէ տարմով ու չի դարել կոմերցիայի հարմար միջոց մարդկանց գրավելու, որովհետև այնտեղ հերթեր են ուղղակի այդ կտավի մոտ։ Ու երկրորդ հարցս միանգամից արդյոք ունենք մենք հայկական համարժեքը Մոնա Լիզայի, օրինակ Սալոմեն։ Գերագնահատել ես այդպես չէի կոչի, չէ, գերագնահատված չի, որպես արվեստի գործ, խոսքը Մոնա Լիզայի մասին է։ Իսկ որ տեսնում ես իրականում իրոք sense ինչ-որ զգացողություններ են։ Այո, եթե մոռանանք ամբողջ այն հսկայական հերթերը, որ դու սպասում ես, որ մոտենաս եւ այն ամբողջ աղմուկը, որ շուրջդ կա, դու չես կարողանում հաղորդակցվել, լիարժեք դիալոգի մեջ մտնել, բայց այնուամենայնիվ տեսնելիս դա շաքաղվելու աստիճանի զգացողություն է եւ իհարկե նկարչի շեդևրներից է, այնպես որ գերագնահատել ես չէի ուզի դա կոչել, բայց դարձնել կոմերցիոն թիրախ միջոց այցելու բերելու, այո, դա այդպես է եւ ինձ համար դա այդքան էլ լավ չէ իրականում ոչ մի թանգարանի պարագայում, որովհետեւ երբ օրինակ Լուվրեր մտնում ես, հիմնականում բոլորը երբ մտնում են, առաջինը հարցնում են Մոնա Լիզան որտեղ է։ Ես այդ մարդկանցից մեկն եմ իհարկե, որ առաջին ուզում եմ ամեն դեպքում տեսնել ինչն է այդքան գովերքված, ինչն է այդքան ներկայացված, բայց դրանով ամեն դեպքում նսեմացվում են թանգարանի մյուս աշխատանքները, որոշակի առին նսեմացվում են մյուս աշխատանքները։ Այսինքն ես այդքան էլ ճիշտ չեմ համարում, կոնկրետ մեր թանգարանի դեպքում, ես չեմ կարող խոսել այլ թանգարանների մասին, բայց մեր թանգարանների դեպքում ես չէի ուզի մենք կենտրոնանանք մեկ աշխատանքի վրա։ Մենք իհարկե քննարկել ենք, որ գործը կարելի է բրենդ դարձնել, բրենդավորել, այսպես ասած։ Անցյալ տարի մենք ունեցանք շատ հաջողված ցուցադրություն հենց Սալոմեի հետ կապված։ Սալոմեն անցյալ տարի նոր վերադարձել է մշտական ցուցադրություն, որովհետև մոտ 5 տարի շատ երկար վերականգնման աշխատանքներ էին ընթանում, որոշակի վնասվածքներ կար, մենք բավական լուրջ փուլ ենք անցել գիտահետազոտական միջև կարողացանք վերականգնել եւ դրանից հետո վերադարձրեցինք ցուցադրություն եւ բավականին հենց ամբողջ այդ վերականգնման process-ն ենք ներկայացնում, ինքը բավական հետաքրքիր ցուցադրություն եղավ եւ մեծ հաջողություն ունեցավ։ Եվ նորից կենտրոնացումը ամբողջովին Սալոմեի վրա էր։ Երբ գալիս էին թանգարան, մուտքից հարցնում էին Սալոմեն կա,
ու նույնը հիմա է առաջինը երբ գալիս են հարցնում են Սալոմեն ցուցադրվում է, Սուրենյանցը ցուցադրվում է։ Մոնա Լիզայի հետ կապված լիքը պատմություններ, կեսնել լեգենդներ կան, քանի անգամ են փորձել գողանալ, վաճառել, իր գինը ընդհանրապես ինչ որ աստղաբաշխական։ Այստեղ կա այդպիսի գործ, որ պատմություններ ունի, փորձել են գողանալ, կեղծը բերել դնել տեղը եւ այլն։ Եղել են բնականաբար վերջին տարիներին Փարքաստո նման հավակնություններ չեն եղել, բայց տարիների ընթացքում եղել են, բայց երբեմն էլ գիտեք նույն Մոնա Լիզայի հետ կապված, այլ ցուցանմուշների հետ կապված արհեստական իրավիճակ է ստեղծվում, որովհետեւ դա սև PR-ն է, այսպես ասած, որը եւս բավական նորից աղմուկը թարմացնում է այդ ամենի շուրջ, թանգարանի շուրջ, նմուշի շուրջ։ Ես այդ ուղղությամբ չէի ուզի աշխատել։ Ես կուզեմ ամեն դեպքում մենք թանգարան լինենք, որը գիտակցություն է փոխում, եւ այդ փոխված գիտակցության շնորհիվ է այցելուն ուզում գալ թանգարան եւ կրթված եւ գիտակցությունը փոխված դուրս է գալիս թանգարանից։ Ես լիահույս եմ, որ մի օր մենք հասնելու ենք այդ գիտակցության, որ մշակույթը, արվեստը լինելու է առաջնահերթ լծակներից մեկը ամեն ուղղությամբ։ Ես մի հարց տամ ու գնանք արդեն ձեր սիրելի ցուցասրահ։ Այս կտավի գինը կա հայտնի է։ Ինչ արժի Դա սիրելի հարցն է, այդպես հարց պետք չի տալ, որովհետև նախ տատանվող են գները, ընդհանրապես մեկ գին այդպես արժեք ասել։ Ամենասիրելի հարցերից է նաև մեր այցելուներից, որն է ամենաթանկ կտավը։ Միշտ հետաքրքրում է դա, իհարկե, բայց դա համար չենք հարցնում, որ պոտենցիալ Ես գիտեմ, բայց ես չէի ուզի այդ հարցին պատասխանել, որովհետև հստակ արժեք հնչեցնել այս գործի վերաբերյալ ես չէի ուզի։ Մենք ունենք Բնականաբար մենք ունենք ապահովագրական արժեք, օրինակ եթե ցուցանմուշը ճամփորդում է, ուրիշ երկիր է գնում, մի շարք տարբեր ասպեկտներ գնահատելով տրվում է դրա ապահովագրական գինը։ Ապահովագրական գինը սովորաբար շուկայականից շատ ավելին է եւ հաշվի է առնում տարբեր ֆակտորներ, ոչ միայն նմուշի արժեքը, այլ նաեւ թե թանգարանի կոնկրետ տվյալ թանգարանի համար ինչ կարեւորություն ինքը ունի, դրա կորուստը ինչի կարող է հանգեցնել ընդհանուր առմամբ ազգային արժեքների պահպանության առումով, այնպես որ այդ հարցին այդպես միանշանակ պրոֆեսիոնալ չէ լինի, այսպես ասեմ, պատասխանելը։ Գուգլելով այն հնարավոր չի իմանալ։ Չէ, իհարկե։ Լավ, դե հիմա գնանք։ Միջև այս սրային անդրադառնալը ֆոնային երաժշտություն է անդադ հնչում, ով է դա որոշում ինչ երաժշտություն դե ինչի թանգարանում պատկերասրահում ավելի։ Դա շատ հետաքրքիր թանգարանային պատմություն ունի, իրականում այս երաժշտությունը, ընտրությունը ամեն օր կատարում է մեր շատ տարիքով մի պապիկ, մեր պահեստապետը, բայց ունի հրաշալի երաժշտական ճաշակ։ Պահեստապետը նաև DJ է։ Այո, մեր DJ-ն է եւ կարծես արդեն տրադիցիա է դարել, որ ամեն առավոտ ինքը գալիս է աշխատանքի եւ միացնում է որոշակի երաժշտություն, օրինակ մի քանի օր առաջ հրաշալի դասական երաժշտություն էր, բայց շատ ծանր։ Հասկացանք, որ մեր պապիկը տրամադրություն չունի, բայց մենք չենք միջամտում միտումնավոր, եւ որովհետեւ երաժշտությունը միշտ որակյալ է եւ ճաշակով։ Երիտասարդները չեն բողոքում, չի զգացվում այդ տարբերությունը, հա։ Բացարձակ չէ։ Հակառակը մենք վայելում ենք։ Շատ լավ։ Մենք եկել ենք իմպրեսիոնիզմի սրահ, հայկական ասեցիք, որ սա ձեր ամենասիրելի սրահն է, ինչու։ Նախ երևի սա իմ թեզի թեման է տարիներ շարունակ եղել, բոլոր կուրսայինարիս թեման է եղել եւ իմպրեսիոնիզմը բնության մասին է, իմպրեսիոնիզմը արևի եւ լույսի մասին է եւ իմպրեսիոնիզմը այն ուղղությունն է, որը իրականում համաշխարհային կերպարվեստում ֆենոմենալ հեղաշրջում արեց։ Եվ այդ բոլոր կետերի հանրագումարը հանգեցրել է նրան, որ սա իրոք իմ ամենասիրելի ուղղություններից է եւ մի քանի տարի առաջ մենք այս հավաքածուն մի փոքր ավելի ընդլայնված տարբերակով տարանք Ռուսաստան ցուցադրության եւ սա առաջին անգամն էր, երբ մենք ներկայանում էինք հենց ուղղությամբ։ Սովորաբար մեր հայկական կերպարվեստը ներկայացել է ավելի առանձին հայտնի արվեստագետներով։ Հա Սա կարծես առաջին փորձերից էր ներկայացնել 19-րդ 20-րդ դարի կարևորագույն ուղղություններից մեկը եւ ներկայացնել, որ այո, մեր հայկական կերպարվեստը եւս լիարժեք մաս է կազմում այդ համաշխարհային գործընթացների։ Եվ ցուցահանդես ունեցավ գերագույն հաջողություն։ Մենք վերեցինք այստեղ եւ այստեղ ցուցադրության ընթացքում հասկացանք, որ առանձնակի հետաքրքրություն առաջացրեց հենց այդ ֆորմատը։ Եվ իմիջիայլոց մայիսի 22-ին այս ցուցադրությունը ելի ընդլայնված ֆորմատով գնալու է Ֆրանսիա եւ այնպես այնտեղ մենք ներկայացնելու ենք։ Այս բոլորը հայ նկարիչների կտավներ են։ Այո։ Նայեք ինչն է հետաքրքիր, որ նայած այս կտավներին ընդհանրապես տպավորություն չկա որ հայ է նկարել, որովհետև վատ իմաստով չեմ ասում, բայց մենք սովորենք հայ նկարիչների մի քանի այսպես տեսակի կտավների, գույների ու պատկերների, հա, սարեր, գույներ, խաղող, կոպիտ եմ իմ ասում։ Սա ընդհանրապես այդպես չի, դրա համար ուզում հասկանամ, հիմա որ ասում ենք հայկական էսթետիկա,
մանավանդ արվեստում։ Դուք ունեք sense կարճ բացատրություն կամ բանաձև այդ որն է։ Իրականում ձեր հարցի սկզբնական հատվածից սկսեմ, պատասխանը նրանում է, որ սրանք արվեստագետներ են մեծամասամբ, որոնք չեն ուսումնառել հենց Հայաստանում։ Այսինքն եվրոպական կրթություն ստացած արվեստագետներ են մեծամասամբ այստեղ գտնվում, որովհետև Հայաստանում դեռևս այդ շրջանում, երբ օրինակ իմպրեսիոնիզմները աշխարհն արդեն գրավել, Հայաստանում դեռևս չկար մշակույթին վերաբերող որևէ կրթական հաստատություն եւ հիմնականում սովորում էին արտերկրում Եվրոպայում, Մյունխենում էին սովորում, Ֆրանսիայում էին սովորում, Իտալիայում էին սովորում եւ դրանով է հենց բացատրվում, որ արվեստը բավականին բազմակողմանի եւ բազմապիսի է հայկական իմպրեսիոնիզմը եւ ոչ միայն հայկական իմպրեսիոնիզմը, առհասարակ սրահներով երբ մենք գալիս էինք, մեր հայկական արվեստի պատմությունը հենց այդ բազմազանության մասին է, բազմաժանրության ու բազմաթեմայության մասին է։ Այստեղ մենք ունենք պատեր նույնիսկ, որտեղ հենց շեշտադրումով այդպես էլ արել ենք, մի պատի շուրջ խտացված է մեր կարծես էքսկուրսը ամբողջ 19-րդ դարավերջի 20-րդ դարասկզբի։ Այնպես որ այս սրահն էլ հենց դրա մասին է եւ նրանք, որոնք հենց Հայաստանում են ստեղծագործել եւ կրթություն են հետագայում արդեն ստացել այստեղ, նրանց այդ գունային կոլորիտը բացարձակ տարբերվում է, ավելի արևելյան է։ Իսկ այստեղ մենք կտեսնենք ավելի արևմտյան հակվածություն ունեցող արվեստագետների։ Հարցի երկրորդ մասը, թե կարճ հայկական էսթետիկա կոչվածը ունեք, ձեր մտքում որն է, որ ասում են հայկական, ինչ եք պատկերացնում։ Գիտեք, երբ ասում են հայկական, ասում են իտալական, ինչ որ պատկեր է գալի, ճապոնական պատկեր է գալի։ Երբ ասում են հայկական, մեզ մոտ առաջինը բնականաբար գալիս է հենց այդ նատյուրմորտները մեր մրգերով, գալիս են մեր սովոր բնապատկերները, մեր լեռները, սարերը, բայց դա էլ է կարծրատիպային մոտություն, որովհետև հայկական էսթետիկան եւ Հայաստանը դրա մասին չէ, շատ ավելի լայն է։ Եվ մեր ամբողջ այս էքսպոզիցիայի առաջնահերթ խնդիրը հենց դա է եղել՝ դուրս հանել Հայաստանը այդ կարծրատիպային ավելի նեղ մոտեցումից, որովհետև դա ինչ որ չափով նսեմացնում եւ նեղացնում է պատկերացումը սեփական արվեստի մասին։ Ինքնաճանաչողությունն է նեղանում։ Մենք դրա մասին չենք, մենք շատ ավելի լայն դիապազոն ունենք եւ գիտակցության եւ մշակույթի ամեն առումով։ Որպես մասնագետ, կասեք այն մարդկանց համար, ովքեր այդքան մեծ փորձառություն չունեն, ինչպես տարբերել բարձր արվեստը ոչ բարձրից sense ասեմ, չեմ ուզում ոչ մեկի արածը նսեմացնեմ կամ տարբերություն դնեմ, բայց շատ մարդիկ ասում են, դե էս էլ է սիրուն նկար, օրինակ, եթե փողոցում ինչ-որ նկար է վաճառում, շատ սիրուն է նկարած, ռեալիստիկ, ինչի՞ է դա ոչ բարձր արվեստը չի գտնվում թանգարանում, օրինակ այս կտավը գտնվում է։ Սենց պարզ հասարակ լեզվով, եթե օրինակ երեխային բացատրեք ոնց տարբեր ինչ կասեիք։ Տեսեք, պարզ հասարակ լեզվով դա բացատրել հնարավոր չի լինի, որովհետև դա նորից գալիս է մարդկանց գիտակցությունից, ինչպես դասական երաժշտության դեպքում ասում են, որ որոշակի պատրաստվածություն է պետք, որ դու լիարժեք ճիշտ ընկալես դասական երաժշտությունը։ Դասական կերպարվեստն էլ է այդպեսին, այսինքն որոշակի պատրաստվածություն է պետք տարբերելու համար։ Իմ շրջապատում էլ կան մարդիկ, որոնք ասում են, բայց ես նայում եմ այս նկարին, օրինակ վերնիսաժի մի այդպես ռեալիստորեն արված, ես հասկացա, որ դուք հենց այդպիսի նկարչությունը նկատի ունեք, ռեալիստորեն շատ նման, որովհետև այդ շատ նման լուսանկար ոնց որ լինի դրան, կարծես դրական մոտեցումներ լինեն եւ շատ հաճախ ասում են, բայց շատ լավ է, ես փշաքաղվում եմ, որ նայում եմ նկարին, այսինքն իրան այդ նկարը էմոցիա տալիս է։ Հիմա ինչքան էլ բացատրես, 1-2 բառով ինքը տարբերել չի կարողանա, այսինքն որոշակի կրթվածություն եւ պատրաստվածություն է պետք, որովհետև դա այդ կրթվածությունը տալիս են բուհում, օրինակ, ես 5 տարի սովորել եմ, որ կարողանամ տարբերեմ դրանք, հետո ասպիրանտուրա եմ սովորել, որպեսզի կարողանամ տարբերել։ Մասնագիտական եք սովորել, բայց օրինակ, չգիտեմ, ֆիզմատում սովորողին բնականաբար չեն սովորացնում ոնց տարբերի։ Դրա համար ամեն դեպքում պատրաստվածություն է պետք։ Դրա համար առաջին հերթին գիտակցություն է պետք, որ լավ նկարը այն չէ, որը լուսանկարչական ճշգրտությամբ արված է։ Հակառակը դա լավ նկար չէ։ Ինչի՞։ Որովհետև լուսանկարն իր դերն ունի արդեն, իսկ նկարչությունը դա հոգու մասին է։ Օրինակ Տիգրան Ձիթողցյանը կա, որ լուսանկարչական ճշգրտությունը չի, ինքը շատ ռեալիստորեն է անում, նույնիսկ հիպերռեալիստորեն է անում, բայց դա լուսանկարչական ճշգրտություն չի։ Կարևորը այնտեղ հոգի չկա։ Եթե դու մի փոքր երկար նայես նմուշին, ինքը ինչ որ չափով սկսում է քեզ հետ դիալոգի մեջ մտնել։ Եվ երբ օրինակ ասում են ինչու է նկարը այսքան թանկ, ինչու ենք մենք վճարում օրինակ հսկայական գումար մեկ նկար ձեռք բերելու համար, որովհետև դու ձեռք ես բերում ոչ թե պարզապես նկարի, ոչ թե պարզապես մի փոքր 70-75 վրա օրինակ կտավ, այլ նկարչի հոգու մի մասնիկը, որովհետև նկարչությունը գլոբալ հենց այդ հոգու մասին է։
Եվ դրա տարբերելը ինչ որ չափով է հոտառությունը եւ ներքին մղում է, այսինքն դու մի փոքր պետք է դիալոգի մեջ հաջողացնես մտնել կոնկրետ արվեստի։ Կան իհարկե կոնկրետ չափանիշներ։ Հեռանկարը լավ արված է, թե չէ, կոլորիտը ճիշտ է, չէ, դրանք արդեն տեխնիկական են, բայց մնացած ամեն ինչը մի փոքր պատրաստվածություն է պահանջում։ Վերադառնանք ձեր աշխատանքային գործունեությանը, ես երբ ստացվում է, փորձում եմ հաճախ գալ այստեղ։ Երբեք մեծ հերթ չեմ տեսել դրամարկղի մոտ։ Այսինքն միակ դեպքը երևի երբ որ հերթ եմ տեսել, դա դպրոցական երեխաների, որ դասարանով եկել են։ Ինչի է այդպես։ Ինչի մեր ազգային պատկերասրահում մեծ հերթեր չկան, օրինակ դրսից sense այդ հերթը գար սպասելով ուզենային մտնել։ Մենք մեր զրույցի մասին արդեն ինչ որ չափով խոսեցինք դրա մասին, դա գիտակցություն է։ Այսինքն ազգային պատկերասրահ գալը ոչ միայն ազգային պատկերասրահ, դա առհասարակ մեր բոլոր թանգարանների մշակութային օջախների խնդիրն է, հերթեր չեն գոյանում։ Դեպքեր եղել են, որ գոյացել են, մոտ մի 4-5 տարի առաջ Պիկասոյի եւ Դալիի ցուցադրություն կազմակերպեցինք այստեղ Հայաստանի ազգային պատկերասրահում եւ այնպես համընկավ, որ ցուցադրությունը բացվեց կոവിഡ്ից առաջ, ընդամենը 1 շաբաթ գործեց եւ հերթեր իրոք չէին գոյանում։ Հետո կոവിഡ്ի ընթացքում փակվեց թանգարանը, բացվեց արդեն կոവിഡ്ից հետո եւ դա հերթ մեզ համար անպատկերացնելի հերթեր էին, միջև քաղաքապետարան հերթը գոյացած էր ամբողջովին։ Այո, ամբողջովին շենքը լիարժեք, բոլոր կողմերից մենք բոլոր մուտքերն էինք բացել, որ կարողանան կառավարել այդ հերթը։ Այսինքն կներեք ստացվում է Պիկասոյի Դալի համար հերթեր գոյանում են, Սուրենյանցի Քոչարի համար չէ։ Այո, հենց խնդիրը այդտեղ է եւ երբ ասում են հրաշալի է, թանգարան ունեցավ մեծ ցուցանիշ, մեկ շաբաթում մենք 10,000-ից ավելի այցել ունեցանք, դա իրոք չգերազանցած այցելություն է մինչ օրս, բայց խնդիրը նրանում էր, որ ես եւ ուրախանում եի այդ այցելությունից եւ ինչ որ չափով տխրում, որովհետեւ դա նշանակում է, որ բրենդավորված անունները Դալի եւ Պիկասո դա շատ ավելին է, քան մեր ահռելի հարստությունը, մեր ահռելի մշակույթը։ Դրա համար հենց այդ գիտակցության փոխելու վրա մենք պետք է աշխատենք։ Մանկապարտեզային տարիքից երեխայի կրթվածության հետ պետք է աշխատենք, կրթության հետ պետք է աշխատենք։ Բայց դուք համել ասացիք դեմ եք, բրենդավորման։ Բրենդավորումը չի, ամբողջ մշակույթի բրենդավորում, այսինքն ինչ է մշակույթը, ոչ թե ես բրենդավորում եմ օրինակ Սալոմեն կամ իմ շատ սիրելի Հակոբ Հովնաթանյանի, Նատալիա Թեոմյանը, ես չեմ ուզում հերթերը գոյանան մեկ նմուշի համար։ Ես ուզում եմ հերթերը գոյանան նրա համար, որ մարդիկ գիտակցում են, որ իրանք ունեն մշակույթ, իրանք ունեն արմատներ, իրանք ունեն հրաշալի կերպարվեստ, որը պետք է գան եւ բացահայտեն։ Այսինքն դրա ծարավը, դրա կարիքը, ինքնաճանաչողությունը մշակույթի միջոցով, դրանք շատ կարեւոր բաներ են, որը պետք է երեխային մանկապարտեզի տարիքից կարողանանք սերմանել երեխայի մեջ։ Եվ Դալի ու Պիկասոյի ժամանակ այցելուների հետ մենք զրուցում էինք, որ հասկանանք ինչպես են եկել, ինչի են կոնկրետ եկել, ինչի են այդպիսի հերթեր գոյանում։ Հաճախ նույնիսկ մի այցելու կար, ինքը զանգահարեց, հարցրեց Դալի Պիկասոն եկել է հերիք չետ մարդիկ անուն ազգանունը եւ ողջ էդ մեկ հավաքական կերպարը դա բավականին մեծ խնդիր էր եւ այդպես մեծամասամբ իրենք չգիտեին ով է Դալին, ով է Պիկասոն, ուղղակի պարզապես գիտեին, որ Դալին եւ Պիկասոն հայտնի մարդիկ են, բրենդավորված են, ամբողջ աշխարհում ճանաչելի են եւ այլն։ Ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք նրան, որ նույնը կատարվի մեր թանգարանի դեպքում եւ բոլոր թանգարանների դեպքում։ Իսկ կարող խնդիրը նաև հետեւյալում է, դուք սկզբում էլ ասացիք, որ մեր մոտ պատկերացումներ կան, որ թանգարանում պետքա լինի լուր, քառակուսի, նույնիսկ ինչ-որ տաճարային մոտեցում։ Ինձ թվում է կարող նույնը նաև մեր նկարիչների հանդեպ անունների, այսինքն երբ ասում ենք Սարյան, Մինաս եւ այլն, մեզ մանկուց սովորացրել են, որ համարյա դա սրբություն է, այսինքն տպավորություն կա, որ իրանք մսից արունից մարդիկ չէին, սրբեր էին եւ մոտեցումն էլ է այդպեսին։ Իսկ այնտեղ Եվրոպայում Դալին, Պիկասոն ցույց են տվել որպես մարդիկ իրանց թերություններով, գործած սխալներով, մեղքերով, դրա համար ավելի լայն տարածում են գտնում, որտեղ ավելի կպնում են մարդկանց։ Գիտեք, դա էլ եւ նաեւ հենց թանգարան ասացի նկատմամբ մոտեցումը, որովհետեւ թանգարանը ինքը փակ կառույց է թվում։ Հիմա մենք ամեն կերպ փորձում ենք այդ կարծրատիպը կոտրել եւ թանգարանը լինի այն վայրը, որտեղ դու նաեւ հաճույք ես ստանում։ Ժամանցի ալտերնատիվ տարբերակ ու շատ ավելի խորը տարբերակ։ Այդպես օրինակ, եթե նկատեցիք մուտքի մոտ մենք մանկական անկյուն ենք ձևավորել, նկարակալներ ենք դրել եւ հնարավորություն, որ մարդը եթե տպավորվում է, կարող է ինքը նաեւ նկարել, գրադարանի հատված ունենք, այսինքն ինքը նաեւ ալտերնատիվ ժամանցի տարածք է քիչ-քիչ որպես ձևավորվում եւ ամբողջական մեր վերաբացումից հետո մենք մեր ամենավերևում, մեր տեսարժան տանիքի տարածքում 9-րդ հարկում նախատեսում ենք ամբողջովին ժամանցի տարածք ստեղծել, բայց ինչպեսի ժամանց։ Սրճարան էլ կլինի անպայման, բայց ժամանց պատկերացնեք, չէ՞ ինչ է սկսվելու, երբ դիմանան։ Ես հիշում եմ, որ ռայում էին ուզում սրճարան բացել,
Այլի այդ մոտեցումը եղավ, բայց ճիշտ ասած ամբողջ աշխարհում չկա թանգարան, որևէ թանգարան, որը չունենա սրճարան, ու դա նորմալ չէ եւ ճիշտ ասած ընդվզումներ նորմալ չէ, դիմադրությունը նորմալ չէ, որովհետեւ երբ այցելուն 9 հարկ շրջում է, ինքը բնականաբար ուզելու է մի բաժակ սուրճ գոնե խմել ու մի որևէ բան ուտել, որ կարողանա շարունակել այդ ամեն ինչը։ Ես կարծում եմ շատ շուտով ես էլ եմ ողջևորվում, կարծում եմ մենք շատ շուտով դա էլ կկարողանանք հաղթահարել եւ այդ ամբողջ 9-րդ հարկը մենք ուզում ենք դարձնել եւ աշխատանքային co-working տարածք ենք ուզում դարձնել, ուզում ենք գրադարանը տեղ հիմնել, այսինքն մարդը գալիս է ոչ պարզապես ժամանց այն մեր սովոր իմաստով չէ, ինքը գալիս է կրթվելու, գիրք կարդալու, հանգստանալու, մի բաժակ սուրճ խմելու եւ արդեն լցված, կրթված եւ գիտակցությունը փոխված դուրս է գալիս թանգարանից, այսինքն այդտեղ պետք է լինեն մեր քայլերը, որովհետեւ թանգարանը ընկալվի, թանգարանը ընկալվի դրական, գիտակցության փոփոխություն է պետք։ Անցյալ տարի, որ մենք Սալոմեն արեցինք, հերթեր եւս գոյացան։ Բայց էլի գոյացան, որովհետև Սալոմեի անունը հայտնի է։ Սալոմեն ինքնաբրենդավորված, այսպես ասած, կերպար է։ Ես կարծում եմ մենք կհասնենք ավելի լայն գիտակցության։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար ու ինչի համար ազգային պատկերասրահի աշխատակցին կհեռացնեք աշխատանքից։ Երևի անազնվության ամենակարևորը։ Այդ պատասխանը sense ոնց որ եկեք երկու պատասխան, անազնվությունը պարզ է, բոլորն են ասում, բայց կոնկրետ այստեղի հետ կապված ձեր ինչ որ սուբյեկտիվ մոտեցման հետ կապված։ Ну, այդպես երկու պատասխան չկա։ Օրինակ, եթե պատահաբար ինչ որ կտավ փչացնի, շատ պատահաբար։ Շատ պատահաբար կտավ փչացնելու համար քննություն է կատարվում եւ հասկանալի է դառնում դրանից հետո պատահաբար է եղել իր անզգուշության պատճառով թե ինչ որ արտաքին գործոններ են եղել, այսինքն այդպես միանշանակ չի կարելի մարդուն դատապարտել։ Եթե պատահաբար է եւ արտաքին ոչ մի գործոն չի եղել եւ իր անզգուշությունն է եղել, կարծում եմ այո, որովհետեւ հաջորդ անգամ եւս այդ պատահականությունը կարող է լինել, բայց եթե արտաքին գործոնների ազդեցության տակ ինչ որ մի խնդիր է եղել շրջակա միջավայրից ազդող, այդ դեպքում բնականաբար դա արդեն քննության է առնում, որովհետև մարդուն մեղադրել միանգամից այդպես հեշտությամբ հեռացնել չի կարելի, որովհետև գիտեք, թանգարանի աշխատողը ինքը այնքան նվիրված է, թանգարանցին դա բացարձակ այլ երևույթ է, դա ուղղակի մասնագիտություն չէ։ Դրանք մարդիկ են, որոնք ապրում են թանգարանով, որոնք շնչում են թանգարանով եւ անասելի նվիրված են, նվիրյալներ են։ Դրա համար այդպես դնել եւ ամեն բաց թողման համար հեռացնել, ես այդպես չեմ կարծում, որ ճիշտ է։ Շատ շնորհակալություն։ Եվս շատ հաճելի էր։